Շաբաթը հարմար է նախաձեռնությունների համար։ Աշխատանքում կարող եք առաջընթաց գրանցել, եթե գործեք վճռական։ Ֆինանսական հարցերում խուսափեք չմտածված ծախսերից։ Անձնական կյանքում կարևոր կլինի բաց ու անկեղծ խոսակցությունը։ Ցուլ ավելի հանգիստ շրջան է, հարմար ժամանակ է կիսատ գործերն ավարտելու և ապագա ծրագրեր կազմելու համար։ Հնարավոր է հաճելի նորություն ընտանիքի կամ մտերիմների կողմից։ Երկվորյակ շաբաթը կլինի ակտիվ և շփումներով լի, կարող են նոր առաջարկներ կամ հետաքրքիր ծանոթություններ լինել։ Ուշադիր եղեք խոստումներ տալուց առաջ։ Խեցգետին ձեր ուշադրությունը կկենտրոնանա տան և ընտանիքի վրա։ Աշխատանքում համբերատարությունը կօգնի խուսափել տարաձայնություններից։ Հանգստի համար նույնպես ժամանակ հատկացրեք։ Առյուծ լավ ժամանակ է սեփական գաղափարները ներկայացնելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ կամ նորություններ։ Ֆինանսներում պահպանեք զգուշավորություն։ Կույս կազմակերպվածությունը ձեր գլխավոր առավելությունն է լինելու։ Կարող եք հաջողությամբ լուծել երկար ժամանակ ձգձգվող հարցերը։ Առողջությանը վերաբերվեք ուշադրությամբ, մի գերհոգնեք։ Կշեռք հավասարակշռությունը պահպանելը կարևոր կլինի։ Հարաբերություններում փոխզիջումը լավագույն լուծումն է։ Շաբաթվա վերջում հնարավոր է հաճելի հրավեր կամ հանդիպում։ Կարիճ էներգիան բավական բարձր կլինի։ Կարող եք առաջ տանել այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգել եք։ Զգուշացեք ավելորդ կտրուկ արտահայտություններից։ Աղեղնավոր հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, սակայն որոշում կայացնելուց առաջ գնահատեք բոլոր մանրամասները։ Բարենպաստ շաբաթ է ուսման և նոր փորձ ձեռք բերելու համար։ Այծեղջյուր աշխատանքային հարցերը առաջնային կլինեն։ Համբերությունն ու հետևողականությունը կբերեն ցանկալի արդյունքի։ Անձնական կյանքում փորձեք ավելի շատ ժամանակ հատկացնել սիրելիներին։ Ջրհոզ ստեղծագործական գաղափարները հաջողություն կարող են բերել։ Նոր ծանոթությունները կարող են օգտակար լինել ապագայում։ Ֆինանսական հարցերում պահպանեք չափավորություն։ Ձկներ ինտուիցիան այս շաբաթ հատկապես ուժեղ կլինի։ Լսեք ներքին զգացողություններին, հատկապես կարևոր որոշումներ ընդունելիս։ Շաբաթվա վերջը բարենպաստ է հանգստի, վերականգնման և մտերիմների հետ ժամանակ անցկացնելու համար։